Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը, մինչև նոր նախագծերի և զեկույցների ներկայացմանը պատգամավորներն ընդունեցին նախորդ օրերին քննարկած օրենքների նախագծերը։ Նախ քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Որոշումն ընդունվեց 57 կողմ դեմ 0 և 2 ձեռնպահ ձայներով։ Այնուհետև քննարկման ներկայացվեց կառավարության կողմից բանկերի վերակառուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով նոր օրենքների ընդունումը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված ֆինանսական ինստիտուտներին հնարավորություն է տալիս լուծարվելու փոխարեն շարունակել աշխատանքը վերակառուցման միջոցով։ Պաշտոնյայի խոսքով այս օրենքի ընդունումը ժամանակի հրամայական է, որով առաջնորդվում են առաջատար երկրների ֆինանսական համակարգերը։ Հարակի զեկուցող ֆինանսավարական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ևս իր խոսքում կարևորեց այս օրենքների ընդունումը, նշելով, որ այն ճկուն համակարգ է ստեղծում բանկային համակարգում։ Այն կառուցակարգերը, որոնք կարող են ստեղծվել եւ նաեւ այն բոլոր գործիքակազմը, որը այս պահին քննարկվում է, թույլ է տալու ունենալ ավելի վստահություն քաղաքացիների կողմից առ այն, որ բանկերի երբևէ որևէ բանկի որևէ ոչ դրական իրավիճակում հայտնվելու պարագայում ապա գոյություն ունի այդ գործիքակազմը, որպեսզի կենտրոնական բանկը կարողանա վերահսկել իրավիճակը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ընդգծեց, որ 2026 թվականին տնտեսական ռիսկերն ու անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի են, այդ թվում նավթի գների հետ կապված վայրիվերումները, որոնք հանգեցնում են գնաճի։ Ըստ Նուրբեկյանի, Հայաստանի Հանրապետությունում դրա հետևանքով գնաճի մակարդակը որոշակիորեն բարձրացել է, սակայն վերջին ամսում նորից նվազել է և այս պահին ունենք բարձր տնտեսական աճ և ըստ էության ոչ շատ բարձր գնաճ։ Հաջորդ թիվ քննարկվեց կառավարության կողմից ներկայացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և քաղաքաշինության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հարաբերությունների կարգավորումը տեղափոխվի օրենքի մակարդակ եւ որպեսզի օրենքով հնարավորություն ունենանք որոշակի ավելի ընդգրկուն լիազորություններ տրամադրելու այն մարմնին, որը որ իրականացնում է վարչարարությունը։ Այսինքն խոսքը կադաստրի կոմիտեի մասին է։ Լրացումներ, փոփոխությունները կատարում ենք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որովհետեւ պետք է շեշտեմ, որ գույքի գրանցումը եւ կադաստրային քարտեզը դրանք անխզելի կապի մեջ են գտնվում։ Ներկայացված նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ օրենքի ընդունումով հնարավորություն են ընձեռում կադաստրի կոմիտեին լուծելու տասնյակ տարիներ կուտակված խնդիրները, որոնց այսօր շատ հաճախ բախվում են քաղաքացիները գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու ժամանակ։ Մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որպեսզի կադաստրի կոմիտեն քաղաքացիների խնդիրներով զբաղվի։ Ընդ որում այդ process-ը ոչ թե կատարվում է մենակ այն պատճառով, որ օրինակ համայնքները բավարար ինֆորմացիայի չեն տիրապետում կամ օբյեկտիվորեն երկար ժամանակ է պահանջում, այլ ցավոք սրտի կարող է համայնքների մեծ մասը էլ բավարար գիտելիքներ կամ իմացություն չունենան մարդկանց խնդիրներին լուծում տալու համար։ Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաև կառավարության կողմից ներկայացված գնումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։